Ռաշել, շնորհակալ եմ Բարև բարեկամ ձեզ։ տաղավար, ամենաշաբաթ ավանդույթի համաձայն մեկացնող շաբաթը խնդրեմ ինչ եք առանձնացրել այսօրվա համար։ Դե նախ ողջունում եմ սիրելի հայրենակիցներ, կցանկանամ սկզբից խոսել Նիկոլ Փաշինյանի ԵԽԽՎ-ի ելույթից, որտեղ նա ամեն ինչ արեց նորից խայտառակելու մեր ժողովրդին, մեր երկիրը, մեր անունը ու մեր պատիվը։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ԵԽԽՎ-ում մեր կաթողիկոսի մասին խոսում էր որպես եկեղեցի պետ եւ ասում էր, որ arczepiskopոսներին հովանավորելա, ֆինանսավորելա, որպեսզի Արցախյան նոր շարժում սկսեն, գնացել էր իր տերերի մոտ եւ 4-5-րդ դասարանի երեխայի նման առանց հասկանալու գործ էր տալիս մեր երկրի վրա։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ Արցախ բառը պատարագի ժամանակ հնչեցնելը դա պատերազմի կոչ է ադրբեջանցիներին։ Ուրեմն նայեք, Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան, նույնիսկ նմանատիպ շահերի պաշտպան, նույնիսկ Ադրբեջանում եւ Թուրքիայում չի ապրում։ Օրինակ Էրդողանն ու Ալիևը նման պահանջ չեն ներկայացրել մեր նկատմամբ, բայց Նիկոլը ներկայացնում է, որ օրինակ պատարագի ժամանակ Արցախ բառը վեհափառի անվան հետ զեղչվի պատարագի տեքստից ընդունված եկեղեցական օրենքներով, կանոնակարգով, արդեն հազարամյակներ եկող ձևով։ Այնինքն Նիկոլ Փաշինյանը պայքարում է մեր ինքնության դեմ, պայքարում է հայ ժողովրդի ավանդական բարքերի դեմ։ Նիկոլ Փաշինյանը բոլորիս համար կարծում եմ պարզից էլ պարզ է, որ թուրքերի եւ ադրբեջանցիների կողմից ֆինանսավորված, իշխանության եկած եւ իր գործը հստակ առաջ տանող անձնավորություն է։ Այ Նիկոլ Փաշինյանի ոնց որ այս անգամ մի քիչ եթերը տարբերվող է, չենք խոսելու տարբեր թեմաներից, միայն խոսելու ենք Նիկոլ Փաշինյանից եւ Նիկոլ Փաշինյանի հետ կապ ունեցող մի քանի երևույթներից։ Օրինակ, երբ միջազգային միջոցառումների ժամանակ, հանդիպումների ժամանակ, նիստերի ժամանակ, գագաթժողովների ժամանակ ինչ որ երկրից մարդ է գնում այդտեղ ներկայացնելու այդ երկիրը, ուրեմն այդ անձնավորությունը պարտավոր է ներկայացնի այդ երկրի շահերը։ Հիմա մեր երկրում այնպիսի իրավիճակ է դասավորվել, որ մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները երբ գնում են դրսում մեր երկրի շահերը պահելու, մեր երկրի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների եւ ընդդիմադիր ուժերի առաջնորդների եւ իրենց դեմ մարդկանցից բողոքներով են խոսում։ Այսինքն ես ուզում եմ հասկանամ, երբ Ալեն Սիմոնյանը օրինակ գնում է հանդիպելու Լավրովի հետ, ինչի համար է Լավրովի մոտ բողոքում մեր վեհափառից, ինչի համար է Լավրովի մոտ բողոքում մեր եկեղեցիներից։ Լավ, եթե նույնիսկ վերցնենք, որ իրենք ճիշտ են, չնայած այդ իրենք ու ճիշտ բառերը երբեք իրար հետ չեն համընկնում։ Իրենք պետք է հասկանան, որ իրենք են այդ խնդրի լուծողը իրանց երկրում եւ եթե պետք է այդ հարցը լուծեն, պետք է լուծեն, ոչ թե գնան ուրիշ երկրներում խոսան իրանց երկրի ժողովրդի մասին։ Գործ տվողի պես գնան Եվրոպաներում, Ռուսաստաններում եւ մնացած տեղերում մեր երկրի քաղաքացիներին դեմ տանը տեղ այդ մարդկանց այդ պաշտոնյաներին ասելով, որ այս մեր երկրում էս խնդիրը կա, էս կա, այսինքն նայեք, այստեղ ինչ նյուանս կա։ Երբ մարդը լինում է իր տանտերը, չի գնում ուրիշի տան մեջ իր տան անդամներից բողոքում, եթե նույնիսկ իր տան անդամները ամենավատն են։ Փորձում է կամ ուղի այդ իրավիճակը, կամ այդտեն շարունակում այդքան ուժ չի ունենում ուղղելու, կամ ինքն է ավելի վատ է լինում, դրանից է գալիս, որ իր տան անդամները վատն են իր համար, հակադրված են իր հետ։ Չգիտեմ, հիմա նայեք, որտեղ է ապացուցվում, որ KGB-ի օտար երկրյա գործակալները Նիկոլ Փաշինյանն են, Ալեն Սիմոնյաններն են, մնացած իրանց պաշտոնյաներն են, ոչ թե վեհափառի եղբայրը Սամվել Կարապետյանը, չգիտեմ, մնացած այն մարդիկ, ովքեր ընդդիմադիր ուժերի առաջնորդները, ովքեր Ռուսաստանի կամ ինչ-որ այլ երկրի հետ բարիդրացիական հարաբերություններ ունեն, որովհետև եթե դու երկրի գործակալ չես, դու չես գնա միջազգային ամբիոններում քո երկրի խնդիրներից խոսած բողոքող երեխու նման։ Բայց որևէ փաստ ունի այդ
Դե ես հենց դա եմ ասում, ես հենց դա ես դու ապացուցում, որ դու գնում ես բողոքում ես հանրային կերպով քո ժողովրդից, երկրից, հայրենիքից այնտեղ, որտեղից որ քեզ գործակալ են նշանակել այդ երկրում։ Հիմա սիրելի հայրենակիցներ, եկեք երկու զուգահեռ տանենք օրինակ Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև, օրինակ եւ Վեհապարի եղբոր, որ Նիկոլը ասում է Եզրասը KGB-ի ագենտ է, Սամվել Կարապետյանը KGB-ի ագենտ է։ Նախ ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը դա ասում է նրա համար միայն, որ Սամվել Կարապետյանը եւ Եզրաս Սրբազանը, չգիտեմ, իրանք Ռուսաստանում են ապրել կամ ապրում, Ռուսաստանում են իրենց գործունեությունը կատարում, մեկը հոգևոր առաջնորդն է, ասենք, ընդեղի հայերի, մեկը բիզնեսմեն է, Ռուսաստանում երկար տարիներ հաջողություններ է ունեցել, հիմա նայեք, այն մեկը ընդեղի հայերի հոգևոր առաջնորդն է, այսինքն եկեղեցում հայկական հոգևոր հովիվ է, իր գործն է անում եկեղեցական։ Մյուսը Սամվել Կարապետյանը ամբողջ կյանքում աշխատել է Ռուսաստանում, Հայաստանի Հանրապետությանը մեծ ճանաչում է բերել նախ իր ճանաչված լինելու եւ հարգված լինելու արդյունքում, ուրեմն Հայաստանին Ռուսաստանից միլիարդավոր գումարներ ա ուղարկել, Արցախում բազմաթիվ եկեղեցիներ ա վերանորոգել, ճանապարհներ ա վերանորոգել, կառույցներ ա սարքել, օգնել արցախցիներին, Հայաստանում ա եկեղեցիներ կառուցել, վերանորոգել, գործարաններ ա բացել, աշխատատեղեր ա բացել, հեծը այնպես սարքեց, որ մարդիկ նորմալ լույս ունեին, նորմալ մինչև էս Նիկոլենց ամեն ինչ պղտորելը, որ նոր տարվա օրով էջմիածնում, Երևանու վարչական շրջանի մեծ մասը լույս չուներ, անցնենք առաջ դրանք։ Այսինքն նայեք, նույնիսկ Սամվել Կարապետյանի համար չի կարող ասել, որ նախկինա ու թալանել է, որովհետև այդ մարդը Ռուսաստանում աշխատել գումար ա ուղարկել Հայաստան, բայց եթե իր եղբայրը Նիկոլի Ռուսաստանում է հենց հիմա ապրում, ու Ռուսաստանում բիզնեսներ ունի, ես դա կարդացել եմ լրատվականներից եւ նաեւ լսել եմ այլ տեղերից, էլի դա տես թաքցնելու բան չի կամ չգիտեմ օրինակ մանիպուլացնելու ժողովրդին, եթե տես բան չկա, տես բան ասես, կարող եք ստուգել։ Իր եղբայրը գործակալ չի, ինքը վարչապետն է, Ռուսաստանում ապրող մարդկանց գործակալ է ասում, իր եղբայրը Ռուսաստանում բիզնես է անում, ապրում է, իր եղբայրը ու ինքը գործակալ չեն, տենց լինում է ժողովուրդ ջան։ Օրինակ, եթե Նիկոլ Փաշինյանը մարդկանց գործակալ է ասում, այսքան ժամանակ երբ եք տեսել Վեհապարը կլինի, Սամվել Կարապետյանը կլինի, Ռոբերտ Քոչարյանը կլինի, Սերժ Սարգսյանը կլինի, չգիտեմ, որ Արթուր Վանեցյանը կլինի, Սամվել Կարապետյանը կլինի, որ ընդդիմադիր առաջնորդին եք տեսել Ռուսաստան կամ Ամերիկա կամ Եվրոպա գնալուց, թեկուզ բողոքի Նիկոլից։ Այսինքն նայեք, հասկանում եք, այստեղ պետքա դու ունենաս ազգային գիտակցություն, պետքա ունենաս հայրենասիրություն, որ երկրի ղեկավար լինելով լավ ինքնասիրություն եւ պատիվ, որ գնաս միջազգային ամբիոններում, պետքա այդ ամեն ինչը չունենաս, որ սկսես բամբասել ուրիշների մոտ քո ժողովրդից, քո ընդդիմադիրներից, քո երկրից։ Լավ, ասենք դուք հեչ պատիվ, նամուս, չգիտեմ, նեղվել, այտենց բաներ չունեք, դուք ես չեմ հասկանում։ Ու դեռ սրանք վերապահում են իրենց մարդկանց գործակալի անուն կպցնելու, մարդկանց վրա տարատեսակ ցեղ շպրտելու, մարդկանց անընդհատ մանիպուլացնելու, խաբելու, որպեսզի իրենց ընտրեն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանն է այսօր ինչ անում։ Բոլոր ընդդիմադիրների վրա ցեղ շպրտելով, բոլոր ընդդիմադիրների անվան հետ կապված կեղծ ինֆորմացիաներ եւ լուրեր տարածելով փորձում է իրանց ռեյտինգը գցելու հաշվին իր հարցերը լուծի ընտրություններին։ Դե միանշանակ չի ստացվելու։ Ես վստահ եմ, որ Սամվել Կարապետյանի ձևավորած քաղաքական ուժը այս ընտրություններին հաղթելու է եւ մնացած ընդդիմադիրները ամեն մեկը իր տեղը փորձելու են ամեն ինչ անեն, որպեսզի նպաստեն այդ հաղթանակին։ Եվ նաեւ ես որպես ոչ կողմնապահ ընդդիմադիր մարդ, որը այդ նշած թիմերից որևիցե մեկից չի, ովքեր մասնակցում են ընտրություններին, նախ ցանկանում եմ ասել, որ թե Ռոբերտ Քոչարյանի ուժը, թե այն ուժերը, ովքեր չեն մասնակցում
ընտրություններին ընդդիմադիր, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, թե այն մանր ուժերը, ովքեր նոր ձևավորվել են եւ ցանկանում են մտնել խորհրդարան, պետքա համախմբված լինեն օգնելու ամենաուժեղին, այդ ամենաուժեղն էլ պետքա հիշի, հասկանա հաղթանակի դեպքում, որ բոլոր քաղաքական ընդդիմադիր գաղափարակից ուժերի ներկայացուցիչների, մասնագետների հետ պետքա այս երկիրը ոտքի հանել։ Բոլոր տեղերից այն մարդիկ, ոլորտային, ովքեր ինչի մասնագիտացված կրթություն են ստացել, որ ոլորտում կարող են այս երկրին օգնեն, պետքա գնան այդ ոլորտներում ու աշխատեն, իմ ու քո պետքա չլինի։ Այս երկիրը իմ ու քո անելով քաղաքական ուժերի սեփական շահերի բախման արդյունքում, սեփական շահերը չկարողանալով կիսելու արդյունքում ունենք մենք այս վիճակը այսօր։ Այսօր Նիկոլ Փաշինյանի իշխանությունը այն պատճառով, որ քաղաքական տարբեր ընդդիմադիր ուժեր, տարբեր իրավիճակներում սեփական շահը ավելի բարձր են դասել, քան տվյալ իրավիճակում երկրի օրհասական վատ վիճակը գնահատելն է, այդ վիճակի համար պայքարելն է։ Հիմա տեսեք, ասում են ինքը շատ արիմանալով, որ իր ռեյտինգը խայտարակ ձևով կհավիժել է, այսպես մարզ է պտտվում, փորձում դեր սելատոնը տանում ես, ձեզ օգնեմ, ես լավաշ ուտել, այսօր էլ նոր կարող։ Մենակ խնդրում եմ հիմա չդնեք, որ մի փոքր խոսեմ սրանից, նոր դնենք, որ մարդիկ հասկանան ինչի մասին ենք խոսում։ Ուրեմն նայեք, նախ այո, ես իմ խոսացածների վերջում պետքա խոսեի այս հանդիպումներից եւ ես ցանկանում եմ, խնդրում եմ իմ խոսալուց հետո ուշադիր կնայեք այս պատկերը։ Ես կարծում եմ, որ այդ մի տեսանյութը հիմա հնարավորություն չունենք ստեղ դնելու, բայց այդ տեսանյութը կարծում եմ տեսել եք բոլորդ եւ նաեւ այս հաղորդումից հետո կարող եք նայել։ Ուրեմն նայեք, Նիկոլ Փաշինյանը վարչապետն է Հայաստանի Հանրապետության, իմ, ձեր, այն Պողոսի, Պետրոսի, տենց է դասավորվել, մենք չենք ուզել, բայց տենց է եղել։ Լավ, նայեք, ուրեմն մեր երկրի վարչապետը այն անձնավորությունն է, այն փնթի կերպարն է, ով գնում է, չգիտեմ, ինչ որ գյուղեր ժողովրդի հետ հանդիպելու, նախ ձեզ տեղեկացնելու համար ասեմ, որ բոլոր այն մարդիկ, լավ, 98% մարդկանց, ովքեր գալիս են Նիկոլ Փաշինյանին քծնում են, Նիկոլ Փաշինյանի հետևն են մտնում այդ կեղտոտ, չլողացած, որ վայ վարչապետս, մեռնեմ քո կյանքին, դու ինձ օգնել ես, լավություն ես արել, ցավդ տանեմ, այդպես բաներ են անում։ Այդ մարդկանց ի սկզբանե Նիկոլ Փաշինյանի մանկլավիկները մոտիկ անում են, տեսնում են, չգիտեմ, ինչ-որ հարցեր են լուծում, խնդրում են, նաստրոյկա են անում, որ վարչապետը գա, սենց կասես, վարչապետը գա, նենց կասես, ես նույնիսկ մի հատ բան ասեմ։ Ես Նիկոլ Փաշինյանի հոգեբանությունը ուսումնասիրել եմ, նայեք Նիկոլ Փաշինյանը ահավոր վախկոտ մարդ է, շատ։ Նայեք ինքը խորամանկա, սրիկայա, կարմիր գծեր չունի, հայրենիքը սիրել չունի։ Նիկոլ Փաշինյանը մտածում է Նիկոլ Փաշինյանի ես կորակեմ կեղծ գլոբալիստ, որովհետև գլոբալիստներն էլ, երբ որ մարդը լինում է լուրջ գլոբալիստ, ունենում է գաղափարներ ու նպատակներ այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը կեղծ գլոբալիստ է։ Նիկոլ Փաշինյանը ունի հայրենիք, ունի հայրենիքի սահմաններ։ Նիկոլ Փաշինյանի համար հայրենիքը մոլորակն է, այսինքն որտեղ հաց, այնտեղ կաց, որտեղ լավ, այնտեղ հաղթանակ, որտեղ փող, այնտեղ շահ։ Այսինքն ինչի մասին է խոսքը, ինչ արյունով գծված սահմաններ, ինչ ցեղասպանություն, ինչ Արարատ, ինչ, չգիտեմ, առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն, ինչ Արցախյան գոյամարտ, ինչ հերոսներ, ինչ Մոնթե, ինչ Նժդե, ինչ Ասկոլկա, ինչի մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը փողը լինի, աթոռը լինի, պաշտոնը լինի, մարդկանց խափի, այդքանը հերիք է։ Այդքանից հետո էլ ոչ մի բան չկա, դաժե լողանալ չկա Նիկոլ Փաշինյանի համար։ Ինչի եմ այդ ասում, որովհետև մարդ, ով պահպանում է հիգիենա, ով փնթի չի կարա, օրինակ, առավոտը գնա ինչ-որ գյուղ 30-ից ավել մարդկանց այդ ավտոբուսի, չգիտեմ, կոճղակներին կպնելով, մարդկանց կեղտոտ ձեռներին բարևելով գնա մտնի խանութ, հացը, որ բոլորիս համար, ասենք, Աստու կողմից տված բան է, չէ՞, հացը, լավաշը չեն գցում նույնիսկ աղբամանը, հələ կեղտոտ ձեռներով ձեռք է տալիս այդ լավաշին, սենց այդ աշխատող կինը,
ասում է սպասեք, այս լավաշը դնեմ տոպրակի մեջ։ Դա երկրի վարչապետն է ինձ ու ձեզ է ներկայացնում այս անձնավորությունը։ Ձեռով կեղտոտ լավաշը սենց վերցնում է, դնում է թևի վրա, սենց այդ կինը ձեռից լավաշը վերցնում է, դնում է տոպրակի մեջ, որովհետև տենց է ընդունված։ Ու այն ինչ որ ուրիշ բան թթու լավաշ է Նիկոլա առածելնում նաև բացի լավաշը, այդ թթու լավաշն էլ ցելոֆանով է, էլի կեղտոտ է, այսինքն դուրսը դրած ավրեն փոշի անասում է ցելոֆանը պիտի բացես, նոր այդ թթու լավաշը ուտես։ Այդ կինը ասում է սպասեք երկու տարբեր տոպրակների մեջ դրեմ, ասում է չէ, սա մի տեղ դիր։ Հասկանում եք, այս փնթու հոգեբանություն, այս փնթի անձնավորության, ես որպես վիրավորանք չեմ ասում փնթին, այսինքն մարդը, չգիտեմ, քորումա փորը, քորումա գլուխը, բարևումա մարդկանց, կեղտոտ տեղերա ձեր տալի, հետո այտենց այդ կեղտոտ ձեռներով այդ լավաշը փողը հանում գրպանից տալիս է, այդ լավաշը այդ կեղտոտ ձեռներով վերցնում է, ու այ հիմա մեր Մարիամին կխնդրեմ այս վիդեոն play տա, որ տեսնեք ինչպես է այս իմ նկարագրած process-ից հետո Ալեն Սիմոնյանի հետ ով Աննային է լրացնում, հիմա իր կողքը, սկսում ուտել այդ լավաշը։ Սա մեզ է ներկայացնում։ Ես սենց կերև, որ մարդու ձեր զզվանքը չի գալիս, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, էլի, կամ լավ, ուրեմն մարդ փոքր ժամանակվանից դաստիարակություն է ստանում, մեզ բոլորիս փոքր ժամանակվանից դաստիարակել են, չէ, այսինքն ոնց դաստիարակեն մարդը տենց կմեծանա, չեմ հասկանում, ես սրա հերն ու մեր իրան ոնց են դաստիարակի, այսինքն ինչ ասել են, որ կեղտոտ ձեռներով յուղոտ բաներ, ասենք, չգիտեմ, ուտելը դուրսը նորմալ բան է, հա, դաստիարակությունը տեղա երևում, հա, որ հաց ուտելուց պետք է նկարվես, ես դրա մասին շատ շուտ եմ ասել, չգիտեմ, դուք կարողա չեք ֆիքսել մի անձնավորություն, ով Հայաստանի Հանրապետության ամենաբարձր եւ պատասխանատու պաշտոնն է զբաղեցնում եւ նոր տարվա օրով վարչապետ լինելով, ուրեմն երկաթե թավայի մեջ սարքում է նոր տարվա մնացորդ ուտելիքներով ձվածեղ ու իր կնոջ հետ թավայի մեջից արասկի չեն լցնում ափսեի մեջ սրանք աբորիգեն են մարդ չեն իմ կարծիքով նույնիսկ Կոնգոյի, Մոզամբիկի, Տանզանիայի, չգիտեմ, աֆրիկական այն պետություններում որտեղ մարդիկ շորի տեղը ծառերի տերևներով են փակում իրենց բարեմասնությունները նույնիսկ այդ մարդիկ են ափսեի մեջ ուտում քաղաքակիրթ են դարձել մեր երկրի վարչապետը թավայի մեջից է նոր տարուն ուտում մնացորդներով ձվածեղ սարքած ինչ-որ կերակուր քիչ է ու դա հանրությանը լայվով ցույց է տալիս սա անմակարդակության հայ ազգի ամոթի հայ ազգի կործանման հայ ազգի խայտառակության գագաթնակետ է գագաթնակետն այս լավաշով անձնավորությունը խնդրում եմ հատ սրա դեմքին նայեք էլի այն կողքինի մասին չեմ խոսում նրա մասին որակումները ժողովուրդը շատ շուտվանից տալիս է ուրեմն այս լավաշ ուտող անձնավորությունը օրեր առաջ ցեղասպանության տնօրենին Էդիտային գործից հանել է նրա համար որ այդ անձնավորությունը Վենսին հանդիպելու ժամանակ խոսել է Արցախից, հայոց ցեղասպանությունից եւ նվիրել է Արցախի մասին գիրք։ Նիկոլ Փաշինյանս ասում է, որ ով Արցախի մասին խոսում է, ով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային Արցախի մասին գիրք է նվիրում, ինքը կառավարության դեմ գործողություն անում եւ չի խթանում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Այս սիրելի հայրենակիցներ ջան Թուրքը էլ ոնց է լինում կասեք նայեք Նիկոլ Փաշինյանը ինչով է տարբերվում Թուրքից Նիկոլ Փաշինյանը ինչ մտածելակերպ ունի հակադիր թուրքերին որ թուրքերը չունեն մենք որ 19 թվականից ասում ենք առանց Թուրքի Հայաստան նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին ու իր կառավարությանը մենք կարող է հիմարենք պրոստը ընդդիմադիր ենք դրա համար ենք ասում ախր մենք փաստերով վերլուծում ենք այս եղածը ու լինելունը զգուշացնում ենք
կետ առ կետ դնում ենք իրար կողք այս սենց ոնց որ հիմա բացատրում ենք ու ասում ենք ինչի համար ենք մարդկանց տալիս որակումներ, որոնք իրենց դուրը չեն գալիս, որոնց պատճառով մեզ տարբեր դատարաններում են քարշ տալիս, անարդարացի դատավարություններ են իրականացնում ընդդիմադիրների նկատմամբ։ Ասենք, ես ուզում եմ դուք հիշեք, որ Նիկոլ Փաշինյանն այն անձնավորությունն է, ով հողին է հավասարացրել 91 թվականին ձեռք բերված անկախությունից ի վեր մինչև 18 թվական Հայաստանի Հանրապետության ողջ դիվանագիտական հաջողությունները, հողին է հավասարացրել եւ դիվանագիտական հաջողությունները, եւ ռազմական հաջողությունները, հողին է հավասարացրել մեր պատիվը, մեր նամուսը, մեզ այն է հողին հավասարացրել, որ մեզ աշխարհում ոչ մի երկիր չի հարգում, մեզ չեն ընդունում լուրջ, մեզ նայում են պարտվող, հարմարվող, սեփական պրինցիպներից հրաժարվող, սեփական հողից, պատմությունից, կրոնից, ինքնությունից հրաժարվող ժողովրդի խմբի, ով չի կարողանում Նիկոլ Փաշինյանի տեղը ցույց տալ։ Քանի չի կարողանում Նիկոլ Փաշինյանի տեղը ժողովուրդը ցույց տալ, ուրեմն ինքը Նիկոլ Փաշինյանն է, ինձնից սկսած, որովհետև այս մարդն է մեզ ներկայացնում, եւ մարդիկ մեր մասին կարծիք են կազմում, այ այս լավաշ ուտող մարդու պահվածքի շնորհիվ։ Այս այն անձնավորությունն է, ով արգելում է Սփյուռքում ապրող մեր հայերին, բարերարներին խոսել ցեղասպանությունից։ Հայաստանի Հանրապետությունում բոլորին սպառնում է ցեղասպանության եւ Արցախի մասին որևէ տառ խոսելուց։ Այս այն անձնավորությունն է, ով ասում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, հետո գնաց Բրյուսելում Արցախը ճանաչեց Ադրբեջանի 86000 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ։ Այս այն անձնավորությունն է, ով ասում էր քարտեզներ ենք Ադրբեջանի հետ քարտեզագրումներ ենք անում, տարածքը սահմանազատում ենք անում, բայց ադրբեջանցիները օկուպացրել են Հայաստանի Հանրապետության Նիկոլ Փաշինյանի լեզվի փաթաթան սարքած Ալմաթայի հռչակագրով ամրագրված մեր տարածքները, Սյունիքի տարածքները, Գորիսի միջպետական ճանապարհը, տարածքներ պատրաստվում է տալ ընտրություններից հետո Տիգրանաշենից, տարածքներ են օկուպացրել թուրքերը մեզ մոտից Վարդենիսից, տարածքներ են օկուպացրել Կապանից, տարածքներ են նվիրել թուրքերին Կիրանցից, Տավուշի մարզից։ Նիկոլ Փաշինյանը այն անձնավորությունն է, ով բոլոր բանակցային կողմերին եւ միջնորդներին բանա խոսք տվել եւ չի արել։ Նիկոլ Փաշինյանը այն անձնավորությունն է, ով նախկին իշխանությունների ձեռքբերումները ցեղասպանության հարցով, Արցախի բանակցային process-ների հաջողությունները, մնացած ցանկացած հաջողություն հավասարացրել է 0-ի, Թուրքի տակ պարկած ապրում է եւ Թուրքից օգնություն է մուրում Հայաստանի Հանրապետությունում պահել իշխանությունը։ Հիմա դուք առաջիկա ընտրություններին որոշեք, դուք թուրք եք թե հայ։ Դուք որոշեք ձեզ համար ազգային բարերար Սամվել Կարապետյանը կամ ընդդիմադիր գաղափարական ձեզ հոգեհարազատ ուժերի առաջնորդները, ներկայացուցիչները մարդիկ են հայ, թե Նիկոլ Փաշինյանը եւ նրա մահի ավտոբուսա կոչվում, չգիտեմ, ուրախ ավտոբուսա կոչվում, այս ցիրկի անունը թե ինչ է, ես չգիտեմ, բայց դուք որոշեք, որ ճանապարհն եք ընտրելու Հայաստանի Հանրապետության համար։ Մեծ դժվարությունների արդյունքում կամք եւ միասնականություն դրսեւորելով մեր երկիրը Նիկոլից ազատելով ոտքի ենք կանգնեցնում նորից սկսում ենք բարձրաձայնել ցեղասպանության հարցը, նորից պահանջատեր ենք լինում Արցախի եւ մեր հողերի համար, նորից սկսում ենք պարտադրել բոլորին մեզ հարգել, վերականգնում ենք մեր հարգանքը հայ առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ, շատ ենք սկսում հաճախել եկեղեցիներ, իրար օգնում ենք, մեր երկիրը ոտքի ենք հանում, այդ ճանապարհով ենք գնում, թե գնում ենք ինքնասպանության եւ յուրաքանչյուրս մեզ մեր համար պատրաստված դագաղի մեջ դնելու ճանապարհով ենք գնում։ Դուք պետք է դա որոշեք։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը առաջիկա ընտրություններին ընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետ, դա ես եմ ձեզ ասում, Հայաստանի Հանրապետություն այլևս չի լինելու պետականություն, չի լինելու եռագույնը կարմիր կապույտ նարնջագույնով, չի լինելու մեր օրհներգը, չի լինելու մեր բանակը եւ չի լինելու մեզնից հետո հետք
Ինչպես վերացել են այն պետությունները, ովքեր պահանջատեր չեն եղել իրենց ինքնության համար, այնպես վերանալու ենք մենք, ընկնելու ենք ասորիների օրը, պարթևների օրը, ընկնելու ենք այն ազգերի օրը, որոնք այսօր չկան, չունեն պետություն, քիչ են մնացել։ Նիկոլ Փաշինյանը դրա համար Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվել։ Նիկոլ Փաշինյանը մեր արյունակցական թշնամիների, արյունով թշնամիների բարեկամն է, թուրքերի բարեկամն է։ Նիկոլ Փաշինյանը ուզում է, որ մենք թուրքերին բարեկամ ընդունենք, թուրքերին չասենք թշնամի, ասենք հարևան։ Դա չի կարա ցեղասպանություն վերապրած ազգի ժառանգը առանց փոխհատուցման ընդունի։ Դա չի կարա ընդունի Արցախը, Արցախից տեղահանված արցախցին։ Դա չի կարա ընդունի այն հայը, ում երակներում հոսում է իրական հայի արյուն։ Չի կարա, դա կարա լինի Նիկոլ Փաշինյանը նման անձնավորություն, ով բացարձակ կապ չունի այս երկրի հետ։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը նոր պետք է ապացուցի այն խոսքերը, որը ես ասում եմ, ուրեմն դուք երբեք կյանքում չեք էլ հասկանալու Նիկոլ Փաշինյանը ինչ աղետ է բերել մեր երկրի վրա։ Ես շատ եմ խնդրում մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ընտրության չեն գնում, այս անգամ գնալ եւ ընտրել ընդդիմադիր ուժերին, որովհետեւ եթե դուք չեք գնում ընտրության, նախ էդի ամենամեծ թիվն է կազմում ընտրության չգնացողների անտարբեր մարդկանց, եւ ես ձեզ խնդրում եմ գնացեք եւ ընտրեք ընդդիմադիր ուժերից որևիցե մեկին, որպեսզի Նիկոլ Փաշինյանը այլևս մեր կյանքը չուտի, մեր երկիրը վերջնականապես չհավասարացնի հողին, որովհետեւ այլևս փրկության տարբերակ չի լինելու։ Եվ ես նաև ցանկանում եմ հաղորդման վերջում խոսել մեր քաղբանտարկյալներից, գիտենք երեք Սամվել Կարապետյանին 1 ամսով երկարացրեցին նրա կալանքը, Խաչիկ Գալստյանը նույնպես գտնվում է կալանքի մեջ, եւ ուզում եմ ասել ձեզ, որ թե Սամվել Կարապետյանը, թե Խաչիկ Գալստյանը, թե Նարեկ Սամսոնյանը, ովքեր գտնվում են տնային կալանքի մեջ, դա նույնպես կալանք է, դա նույնպես մարդու իրավունքների սահմանափակում է։ Նրա համար ինչը նա չի գործել։ Վազգեն Սաղաթելյանն է կալանքի մեջ, տնային կալանքի մեջ իմ շատ սիրելի Դավիթ Համբարձումյանը հարգելի, կալանքի մեջ են մեր սրբազանները, այսինքն կապ չունի, որ օրինակ Միքայել Աջապահյանին ազատ են արձակել ԱԱԾ խցից, բայց այդ մարդը տնային կալանքի մեջ է, սահմանափակումներ կա նրա վրա։ Հասկանում եք, Բագրատ Սրբազանն է կալանքի տակ հիմա, Շինծու քրեական գործի շրջանակներում խեղճ Սրբազանին սարքել են տերորիստ։ Հասկանում եք, այս անձնավորությունը խոսում է ժողովրդավարությունից, լավ է Շաուտումյանի ինքը մարդկանց հետ տենց մոտիկա բան, իրան հարգում են, սիրում են, բայց Հայաստանի Հանրապետությունում մի ոլորտ չկա, որտեղ Նիկոլ Փաշինյանին քֆուր չտան, տաքսիստներից սկսած ամենաբարձր պետական պաշտոններում իր հետ աշխատող մարդկանցից պրծած։ Այսինքն այս անձնավորության իշխանության մնալով Հայաստանի Հանրապետությունը վերանալու է, մենք չենք ունենալու պետականություն։ Եվ ամենավերջում հաղորդման նաև ցանկանում եմ հիշեցնել մեր Բաքվում Նիկոլ Փաշինյանի պատճառով ցմահ եւ 15-20 տարով ազատազրկված մեր Արցախի նախագահների մասին, ռազմաքաղաքական ղեկավարների մասին, ովքեր նույնպես Նիկոլ Փաշինյանի թեթև սոլիկ քաղաքականության զոհն են գնացել։ Ես ուզում եմ հաղորդման վերջում մի բան ասել։ Եվ այն Գևորգ Պապոյան բանը, որ երկու անգամ 2000-ը չի կարող անի ինչքան ինչ, 2210, 220-ը չի կարող բազմապատկի իրար չի ստանում այն թիվի, ինչ նորմալ մարդիկ ստանում են առաջի դասարանում մաթեմատիկայի կրթություն ունեցող մարդը, երկու անգամ 5-ը կարող ասի, որ անում է 1000։ Գևորգ Պապոյանը մեր տնտեսության պատասխանատուն չի կարող այդ թիվը բազմապատկի։ Չի կարող ու վсё, չի ստացվում։ Որ ասում է, եթե մենք չընտրվենք, թռիփը չի լինելու, խաղաղություն չի լինելու, ես շատ գիտեմ Հայաստան չի լինելու, պատերազմներ է գալու։ Ես ուզում եմ հիշեցնել այս երևույթներին, այս մահաբեր պատերազմ բերող երևույթներին, որ 91 թվականից մինչև 2018 թվականը երկու հատ պատերազմ ա եղել։ Երկու պատերազմներ հրահրել են մեր թշնամիները, երկու պատերազմներում էլ պարտվել են։ Մեկը ազատագրվել է Արցախը, մեկն էլ Արցախի նկատմամբ ոտնձգությունը 15 թվին կանխվել է։
ձեր իշխանության գալով գնացիք Արցախ, ասեցիք Արցախը Հայաստան է եւ վերջ, այս լավաշ ուտող զիբիլանոցը գնաց Արցախ, ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ալիևը ասեց, այդ արտահայտությունը չի կարող Արցախի հողում Հայաստանի ղեկավարը անի եւ հարձակվեց Արցախի վրա։ Եղավ, որ Նիկոլ Փաշինյանը հրահրեց այդ պատերազմը։ Եղավ 5000 տղու գլուխ կերավ ու ավել։ Դրանից հետո Վարդենիսում, Սևանում, Սյունիքում 500-ից ավել տղեկ զոհվեցին։ Դրանից հետո Արցախի կեսը օկուպացվեց, կեսը առանց Մարտի Նիկոլը ստորագրեց հանձնեց թուրքերին, Քարվաճարը, Լաչինը, Հադրութը պատերազմի ժամանակ հանձնվեց, չգիտեմ, վերջում մեր հայրենակիցները Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի գծագրած քաղաքականության արդյունքում 21-րդ դարում նման տերոր չի եղել մարդկանց նկատմամբ։ 9 ամիս մեր հայրենակիցներին թողեցին սովի մեջ։ Արցախի մնացած մասի նկատմամբ սկսվեց տերոր, օկուպացիա, Հայաստանի Հանրապետության ամփառունակ ղեկավարը ասեց ես ինչ անեմ, թող արցախցիները կռվեն, չեմ կարող իրանց օգնեմ ու գծագրած Արցախը հանձնեց թուրքերին։ Այս անձնավորությունը ամենաշատը ցուցարարների վրա կարակած, ամենաշատը մարդ բանտարկած, ամենաշատ պատերազմ բերած, ամենաշատ իր օրոք սպանությունները եղած անձնավորությունն է։ Արա դուք խաղաղությունից, պատերազմ բերելուց ու սպանությունից եք խոսում։ Հələ Նիկոլ Փաշինյանի օրոք 3 օրը մեկ մարդիկ ավտոմատներով օրը ցերեկով իրար վրա պատրոնները շարում են սրտից, գլխից, կրակում, թաղում, սպանում են մարդկանց իրար։ Դանակով սրտից իրար խփում են կանգառներում, 14-15 տարեկան երեխեքի իրար վիզ են կտրում, ու դուք ասում եք, որ դուք խաղաղություն եք բերել, դե ռուսերեն մի հատ լավ խոսք կա, ասում է դա идите вы все на ու էլ եթերային չի չասեմ, կպեք ձեր գործերին, այն ձեր Վարդենիսի падգամավոր ախլասը, ալխասը, որ ասեց կպնի իր գործերին կարճ, այ այդ ձեզ է վերաբերվում, կպեք ձեր գործերին, այս ամսի 7-ից հետո եկող ընտրությունների ուղղակի կպեք ձեր գործերին, ազատեք հայ ժողովրդին եւ հայ ազգին, ձեր դավաճանական, ձեր այդ լպրծուն, ձեր այդ թուրքամետ ներկայությունից, ազատեք մեզ հայ ժողովրդին հայրենասեր մարդկանց ձեր ներկայությունից, այ հայ ազգի թշնամիներ, շնորհակալ եմ։